Արդարության համար եք, ճշտի համար եք պայքարում, եկեղեցին մաքրելու համար եք պայքարում, ձեր պայքարը կարող եք 3, 4, 5, 6, 7 Ես այն ժամանակ քահանա չէի։ Ես այն ժամանակ քահանա չէի։ 3 տարի առաջ այսքան փաստեր չունեի։ Իսկ հիմա բայց ինչպես ստացվեց, որ ձեր փաստերն ու Նիկոլ Փաշինյանի փաստերը համընկան։ Չի լինի այդպես։ Հաջորդեցին։ Նույն աղբյուրից են ստացված այդ փաստերը։ Ձեր կապերն ու Նիկոլ Փաշինյանի կապերն էլ մի քիչ տենց։ Լավ է մոտենք։ Չէ, ուղղակի մի քիչ կասկածելի է, նույն կապերն ունեք, որ նույն փաստերն եք հավաքում։ Նորմալ է, մի արեք։ արեք։ Մի հարց էլի, դուք նշում եք, որ հայհոյել չի կարելի, որ դուք էլ եք դեմ դրան, բայց քիչ առաջ եւ եկեղեցում այստեղ հավաքված հետևորդները, հավատացյալները եւ հիմա եւ հայհոյում են, եւ խոչընդոտում են, եւ ծերացած հանդուրժողականությունը չեն ցուցաբերում։ Վախենալու հավաքված են։ Արգելում են մեզ եկեղեցի մտնել։ Մի փոքր առաջ ասեցի, չէ, որ եկեղեցին մեղավորների։ Դուք չեք կարող։ Ձյաձարամ ջան, ամեն բան լավ է, հայրիկ։ Ժամանակիցները հիմա մեզ սպառնում են։ Տեսեք, ձեզ այստեղ ոչ մեկ չի սպառնում։ Հենց հիմա սպառնում է, դուք չեք լսում։ Ձյաձարամ ջան, դուք իր սիրտը չեք ճանաչում, որ եթե ճանաչեիք։ Ես սրտեր քննող Աստված չեմ, բայց ձյաձարամի հետ 6 տարի է։ Դա մեր հարցի հետ ինչ կապ ունի։ Ազգային ժողովի անունից առաջին անգամ այլ հայտարարություններ հնչեցին, այս անգամ էլ մեծի տանենք վիդեոկատալոգ։ Մեկնաբանություններ չունեմ, Արամ առաջինը իր ասածը պետք է մեկնաբանեմ։ Այո, կմեկնաբանեմ։ Ուրեմն քանի որ ասել է, որ եկեղեցին մեղավորների տեղն է, ես ուրեմն տեսնում եմ, որ այո, մենք որոշակի խնդիրներ ունենք, շտկվելու ճանապարհ ունենք, ապաշխարելու անցնելու ուղի ունենք, եւ ես իմ պատրաստակամությունն եմ հայտնում շարունակելու իմ ծառայությունը իմ ժողովրդի հետ, որ հաջորդ անգամներին Աստված մի արասցե, եթե այսպիսի բաներ կդինեն, մեր ժողովուրդը ավելի։ Ներողություն, որ խնդրեմ նորից վերադառնալով Չեչենիայի ղեկավարին, հա, ձեզ ինչով է գրավել բռնատիրական ռեժիմներով հայտնի ոչ ժողովրդավար Կադիրովը, որ ասում եք հիմա էլ եմ ուզում Կադիրովի նման ղեկավար։ Ես գիտեմ, որ Կադիրովը ժողովրդավար է եւ գիտեմ, որ իր ժողովուրդը իրեն սիրում է, իսկ որևէ մեկին սիրելուց առաջ այդ մարդը պետք է գործերով ապացուցի։ Ինչքան որ տեղեկացված եմ, որովհետև մենք կարող ենք խոսել ինչ-որ բաներից մեր ունեցած տեղեկություններով։ Իմ ունեցած տեղեկություններով ես գիտեմ, որ ինքը այո որոշակի խստություն կիրառում է ժողովրդի, իսկ իր ժողովուրդն էլ իրեն դրանից հետո սիրում է։ Դուխով գրառում ինչ է նշանակում։ Դուխով գրառում եք, դուխ եւ անգլերեն ով գրել եք։ Որտեղ։ Ձեր Facebook-յան էջում։ Չեմ հիշում ճիշտ ասած։ 2020 թվականին չեմ հիշում էլի որտեղ եմ գրել այդ ամեն ինչը։ Կիրակի որ Բախումի ընտանիքի հետ վերջին անգամ երբ եք հանդիպել, կապի մեջ եղել, նշել եք որ 5 անգամ նրանց հետ առնչվել եք։ Վերջին անգամը երբ է եղել։ 2024 թվականին, երբ որ վարչապետի կինը հայցելել է Հովանավոր։ Իսկ վարչապետի հետ ՀՀ վարչապետի հետ պետք է հիշողությունս լարեմ։ Ձեզ Կիրակի օրը օրինակ եթե Բախում եղավ, հա, Կիրակի որ Բախում եղավ, պատրաստ եք Ինչի։ Պատրաստ եք հանուն խաղաղության։ Կիրակի որ Բախում լինի, պատրաստ եք։ Կիրակի որ Մի բան ուզում եմ ֆիքսենք։ Տեսեք, թողեք ես այս հարցին պատասխանեմ, բայց Կիրակի որ Բախում լինի, պատրաստ եք հանուն խաղաղության ենթարկվել ձեր կաթողիկոսի, այն կաթողիկոսի, ով ձեռնադրել է ձեզ, պատրաստ եք ենթարկվել ձեր կաթողիկոսի որոշմանը։ Բախումներ ունենալու որոշմանը։ Եթե Բախում լինի հանուն խաղաղության։ Տեսեք, երբ որ կաթողիկոսը ինձ կարգալույց է արել, արդեն իսկ ինքը պատրաստ է եղել բախումների։ Մեր կաթողիկոսը բախումներ հրահրելու փաստորեն ցանկություն ունի։ Եթե լինի մարդկանց միջև պատրաստ եք այդ հանուն խաղաղության, որ խաղաղություն։ Ես ուղղակի իրենց բոլորին ուզում եմ, որ իրենք այն գիտակցություն ունենան, որ պատարագը իմ պատարագը չի, եւ նաեւ Հայաստանի Հանրապետության պատարագը չի, պատարագվողը Հիսուս Քրիստոս է, եւ եթե իրենք իսկապես հոգեվոր այդ կեցվածքը ունեն, հոգեվոր այդ մտածողությունը եւ առողջ մտածողությունը, ուրեմն որևէ մեկը Քրիստոսի սուրբ պատարագը չի կարող
խոչընդոտ։ Բայց իրացներ ասում են զենքով են գալու պատարագին ձերաջակցություն։ Դուք ոնց եք մոտենում Քրիստոսին։ Նման տեղեկություններ չեն։ Հենց նոր կոս Շատ բան խոսում գերի պատարակներ Այո, գիտեք Մայրաթոր Սուպեչմիածինը դեռ իմ կարգալուծությունը պետք է, հա, այսպես հստակեցնի, դեռ այն ինչ որ իրենք Հարցեք ժողովրդյան դերմատն է թա։ Եվ այսօր ասեցին, որ ոչ չէին հրաժարվել, այդ մարդիկ ցանկացել էին, որ պսակադրությունը ես անեի, այս ամենից հետո ցանկացել էին, որ ես անգամ հայրը մոտեցավ ու մյուս քահանային խնդրեց, որ արարողությունը ասես Տեր Արամն է անելու, բայց երբ որ դուրս են եկել եւ հարցին փեսային եւ նաեւ ծնողներին մյուս քահանան վախացրել է, որ եթե Տեր Սարգիսը, որ եթե Տեր Արամը անի արարողությունը, մենք ձեզ վկայական չենք տալու, այս կերպ սպառնացել են այդ մարդկանց ես հետո նրանց վկայականների հարցերը կլուծեմ։ Սահմանափակվում եմ այսքանով։ Ես կարգալույց հռչակված չեմ նորից։ Նոր սահմանափակվեք, տեսեք, որ Փաշինյանը ի վերջո իր խոստացված արշավը կատարի Մայրաթոր վեհարանից դուրս հանել, ինչպես ինքն է ընդհանրում։ Դուք կկանգնեք կաթողիկոսի կողքին, թե կկանգնեք Փաշինյանի կողքին, որ շարքում ես կկանգնեմ ճշմարտության կողքին։ Որ շարքում է լինելու ճշմարտությունը։ Օրը գա բարինել հետը։ Կներեք, դուք Միքայել Սրբազանի դատավարությանը գնացեք առաջին նիստին ներկա եք, դա դուք ձեր կամքով եք գնացել, թե իմ կամքով էի գնացել։ Հիմա ինչու եք չեք գնալ։ Իմ ցանկությունն է, չեմ գնում, արդեն դատերը վերջացել ա գնում։ Ամբողջ դատերին գնացել եք, բայց ինչքան որ հնարավորություն ունեցել եմ գնալու, գնացել եմ անարտարեիք համարում դրա համար։ Այդ իմ կարծիքը չեմ կարող արտահայտել եւ չեմ ուզում արտահայտել, բայց գնացել եմ։ Բայց անդրց քան հնարավոր չի դա ինչու ձեր ասված այդ կապված ապացույցներ չներկայացնել կաթողիկոսի ամուսնացած լինել։ Այսքանով սահմանափակ ենք։ Ձեր խոսքը լուրջ չի ընկալվի, որ փաստեր չեք ներկայացնում։ Գուցե հրապարակեք։ Ես տեսեք հիմա երբ որ մեկի հետ կապված ասում եմ, որ այսինչ մարդը գողություն է արել, օրինակ, ինքը կարող է պատիվ պահանջել դատարանով, եւ եթե ես զրպարտում եմ, ես դրա համար կդատվեմ։ Թող փորձեմ։ Ժամերգությունը հիմա ինչու չարեցիք։ Որովհետեւ հանրությունը, որ ձեր միջոցով սպասում էր պատասխանների, փորձեցի ժամերգության փոխարեն ուղղակի այդ հանրության հարցերին պատասխանել ձեր միջոցով։ Շնորհակալություն հարցազրույց։ Էլ չեն կարող պատասխանել, եկեղեցին փակելու ժամանակն է, սիրելիներ։ Մենք այսօր մեկ ժամերգություն արել ենք արդեն փողոցային բառապաշարով խոսել, որտեղ դուք ձեր հոգեբոր ձեր գործը չի։ Շնորհակալ եմ շատ, որ այդ հարցը ինձ տվեցիք, առհասարակ վերջերս ուրեմն Մուղնիում ժողով էր տեղի ունեցել եւ թեմի շատ քահանաներ հայհոյանքներ էին հնչեցրել, նրանցից մեկը հայհոյել էր կնոջս, երեխաներիս, ծնողներիս, դրա մասին ուրեմն մեր հոգևորականներից մեկը խոսել է, ուրեմն հաղորդում է ներկայացրել, եթե սպասեք, դուք շատ ճիշտ եք ասում, հոգևորականը իրավունք չունի հայհոյելու, եւ տեսեք, եթե եկեղեցում արդարություն կա, տեսեք, մասին չէ, փողոցային խոսելու, խոսվածքների, ձեր հոգևոր եղբայրը հանգիստ խոսում է, տեսեք, դուք ասում եք ձեր գործը չի, իմ գործը չի։ Որ ներկայացնում է ձեզ Արշակ Սրբազանի այդ դիմումը, որտեղ պետք է դուք հանձնեիք։ Որովհետեւ ես չեմ ուզում, որ իրենք մտնեն մի դաշտ, որը որ իրենցը չի այն իմաստով, որ իրենք չեն հասկանում եւ չգիտեն ինֆորմացիա չունեն, թե ներսում ինչ է կատարվում։ Ես ձեր հարցին պատասխանեցի եւ ժամանակահատված ավելի քիչ է, քան մյուսների։ Ես հարգեցի, տեսեք կան բան չունեմ ասելու, բայց այսօր կան 40 տարեկան ուրեմն հիմարներ եւ 27 տարեկան խելացիներ, այսինքն խելացիությունը այդքան էլ տարիների
բանով շատության պայմանավորված։ Միգուցե մի քանի տարի հետո ես հենց ինքս ինձ հիմար կհամարեմ, բայց դրա մասին հիմա չենք ուզում։ Փաշինյանը հայտարարում է, որ պիտի Վերջացրեցի, այսքանը։ Հովանավան խանդան։ Հովանավանքը, հովանավանցիներին